Դու չէիր, որ Աստծուց էիր խոսում, դու ուժասպառ ես, պայքարների մեջ հոգուդ վերջին շունչն ես պահում, ամեն ինչ մի կողմից փլվում է, ու դու պարզապես այլևս չես դիմանում, և այդ պահին ոչինչ, սխալ ես անում, որևէ բառով, քայլով, գուցե պահի հուսահատությամբ, և մարդիկ հարձակվում են, ոչ թե մխիթարությամբ, այլ դատապարտությամբ, դու չէիր, որ Աստծուց էիր խոսում, սա է հավատացյալի պահվածքը, քեզնից ինչ քրիստոնյա, դու կեղծավոր ես, իսկ դու ներսումդ լուր ճչում ես, ես չեմ ձևացնում, ես ուղղակի հոգնել եմ, ես չեմ խաբում, ուղղակի այլևս ուժ չունեմ, բայց մարդիկ դա չեն տեսնում, նրանք չգիտեն, թե գիշերներն ինչպես ես աղոթում, չգիտեն ինչպես ես լացում Տիրոջ առաջ, չգիտեն, թե քանի անգամ ես լուռ ներել, քանի անգամ ես պայքարել քո ներսի մթի հետ, բայց ոչ մեկ քեզ չի օգնել, նրանց համար դու ուղղակի սայթաքել ես, Աստծո համար դու հասունանում ես, քանի որ հավատքը միշտ չէ, որ մարդու փայլուն պահվածքն է, հավատքը երբեմն գետնին ընկած մարդն է, որ ասում է. Տեր, ես էլ ուժ չունեմ, բայց քեզ եմ կանչում, ու ես քեզ չեմ թողնելու անգամ այս վիճակում, քեզ մերժում են, դատում են, բայց Տերն ասում է. ես տեսնում եմ քո սրտի խորքը, տեսնում եմ, որ չես թողել ինձ, նույնիսկ երբ քեզ բոլորը թողել են, անգամ սեփական ծնողներդ, կողակիցդ, զավակներդ, ընկերներդ, ու մի օր այդ նույն մարդիկ, որ դատում էին քեզ, կտեսնեն, թե ինչպես է Տերը բարձրացնում քեզ, որովհետև Տերը ոչ թե փնտրում է քեզ նրա համար, որ դու կատարյալ էիր, այլ որովհետև դու իրական ես։